Կոլտնտեսությունում աշխատանքը դժվար էր։ Ցերեկը հնձում ես, գիշերը կասում, իսկ առավոտյան գնում պահեստ հացահատիկը հասցնելու։ Դժվար էր աշխատանքը, քիչ վարձատրվող, սակայն կար մաքրություն, պարզություն, ծանր ֆիզիկական աշխատանքի զուգահեռ սարվորի երգ ու պար։ Մաքուր էր ամեն ինչ, բնությունը, օդը, ջուրը, եւ ամենակարևորը էկոլոգիապես մաքուր առանց քիմիական հավելումների սնունդը։ Իմ սերս դեպի անասնապահությունը շատ է եղել, քանի որ մայրս եղել է կյատվոր, հերս եղել է վարորդ, ու ասեմ ես հենց անասնաբուժ դառնալը ինձի ճարել է այդ ճամփան։ Նախ շատ շնորհակալություն գտնեմ եւ Աստված թող հոգին լուսավորի Ղարսլան Վալիգին։ Բոլորս լավ տեղյակ ենք, ինձի բարեկամ, ինչ քաչ բժիշկ եղե, կնամ սոր Վրաստան չեղե նման անասնաբուժ, ինքն է ինձի սերմանե այդ մասնագիտությունը, ինքն էր։ Նու այն ժամանակը կար աշխատանք, նու հիմի աշխատանք կա, Իդիկ չաշխատողին համար ես մի անգամ աշխատանք չեղը, ունակ միր հենց Խոջաբեգի ֆերմեն կար երկու բրիգադ, խոշոր եղջերավոր անասուններ ունեինք, մենք երկու յայլավերի է բարի յայլա, ամեն մի բրիգադը 12 կյատվոր, պատկերացեք, ամեն մի կյատվորը կյատերքը 18 կով ձերքով, որ հիմի մարդիկ երկու կովը չեն ուծը ձերքով կյատեր, թեմ բծել են։ Ու 3 անգամ, աշետ առավոտ, ցորեկ իրիգուն, ու մարդիկ այնքան շահագերգրված էին դեպի այդ իրանց աշխատանք, որ կառնեին բարձր աշխատաբարձ, քանի որ կաթի վրա կառնեին ռոջիկ, ակլատ չէր կյատվորինը, շատ կաթ կյաթեցիր, շատ ռոջիկ կառնեց, ասենք կուքարգոնը արդեն գալնգյալող վեր կովին, որ արդեն բրակով կայր, ասինքն տանը ինդի բոյնա, բաժնեին կար էրիջներ, խոշոր եղջ, ասինքն չծանազներ, այդ որ համար կյատվորին իրարիտ կերվեին գը, որ իշխորին որ երկու կով ավել անցավ, ինձ երկու կով պակաս, ինչի դենիք 17 հատ կյաթի, ես 15 հատ կյաթի եմ, ինչի դենիք առնե 500 ման այդ ռոջիկ ենթադրենք, ես առնեմ 300 ման այդ ռոջիկ։ Ու այն ժամանակը պատկերացրեք դու ձամերը անասուններն որ դարմնեին նոնա, հենց այն ֆերմին դիմացը բերեինք խոդը, սիլոսը, կարմացեղը, ճագնդիրը, այդքան երկու դեինք անասունի, նոմար կատ կեկյաթեն, մեկով են տարեկան 3000, 4000 լիտր կատ կեկյաթեն, ու բարձր աշխատաբարձ կարնեին, մարդիկ շահագերգրված էին դեպի իրենց աշխատանքը, այդքան լավ ժամանակահատված էր այդ ընթացքը, ու եդև բուլուլներ գդանեին, տրակտորը բերեր այդ գիրը դարդգեր, կասկսեն բուլուլ դանին, ու բուլուլին համար, սենք թե իմը շատ եղեք, ու քիչ կերվեին գիրար կյատվորները, կեցի հավասար չի հավսրցնենք, որ իմեք ովիրը շատ դունր, ես եկ շատ կատ կյատիմ, էջև եթե 16 կովեն տային 16 հատ հորդին նորեն ջոգ պարակ ու դային կաշխադեին որ հորդիրը չիվնային, բանոս չելեին, չսատկեին, սեր կար, նավիրվադություն կար դեպի աշխատանքը, մարդիկ սիրեին գիրես գործը, մարդիկ նավիրված են, ու եդև մարդի ու թորգուք հարգոնա, Մարդուտին սաղ կյատվորներում պրոֆսավուսի նախագան բերեր նավիր գբաժներ, ինչ կա նավերի մեջը, մե բամբուլ ծաղիգը, պուտուլան զորաբի մորքուրիս մարդներ պրոֆսավուսի նախագան, մե բամբուլ ծաղիգը, կրաստի Մոսկվա դուխիմ, մե մեկ ալգոտկա էր, դոր կսեին դեդերոն չուրքի։ Մաշինամ գուք հարգը ռայոնը, սովետի ժամանակը կյատվորնու չոբանը դարնեին, լավ մեբելեմ գուք հարգին բրտնի կյատվորնու չոբնին էր, լավ պուտյով կամիրնիր հանգստանալու կյատվորնու չոբանը դեշթային, սաղ ինչ որ կար այն ժամանակը մերնիջգա ռայոն էդ լավ բանները, ամեն առաջ ერთი բաշխում է կեղնեինգը գյուղանտեսական աշխատողներուն, անասնապաններուն, չոբններուն, կյատվորներուն, այդման բաներին եղ, այդման բաներին միք տեսե, հիմի բան չակ այդի քեչ, հիմի բա կյանքը շտե վիրտուալ կյանք է, որը մարդիկ օրը մատնեսնին կանցնին, կեսը բատլ խաղլով, կեսը կազինո խաղլով, կեսը հերախոսով խաղցող, կեսները շատ գիտեմ ինչ, ու պատկերացու դու, ես են ճանաշը դու, այն ժամանակը կյատվորները դիժուրնիկը կայնեին, 10 գորը մեմ, ով գիստգեին, սուն գիստգեին, то ջանսոր դու ես то ինչ ես չէին են որ ինչ է իրենք շատ որ իրենք շատ փողարնեին որ իրենց աշխատավարձը կախված էր իրենց տված եկամտեն ակլատ չգար այդման կյանքերին կանցուցեմ ինք Կոլտնտեսությունում աշխատած մարդկանց հիշողությունները տարբեր են, ոմանք դրանք հիշում են որպես համայնքային աշխատանք, սակայն շատերը այդ ժամանակները հիշում են որպես դժվարությունների շրջան։
15 տարի կոլխոզի նախագահ եմ աշխատել, ես մարդու մեջ եմ եղել, ես աշխատանքի մեջ եմ եղել, պաստայաննի իմս շարժման մեջ եղել, հիմա ես նստագացքենք, ինձ շատ դժվար է, անչափ դժվար է, բանիմ, տանիմ, դի ինչ ունիմ, տարիքը հետը կսել, տարիքի մանբանոր, եվրավելավ է իրենը կսել, որ ասման դենես, փոխանցիկ դրոսը միշտ ես եմ արել կոլխոզի ժամանակը, ինձ են առաջ կոլխոզ չկար, ինձ են երկրորդը մեծ ալագալն էր աղասինը, ես միշտ էդո համար, ամեն ինչն է ստացել եմ, մաշինա ստացա, նիվա մաշինան նուր էին արդադար է, Ռուսաստան, նուր, նիվա մաշինան, կաչեցին ինձու աղասին, երկու հատ խարգել էին, առաջի տեղը բնում, միութունական, Վրաստանի չէ, միութունական առաջի տեղը ես էի բերնեի, նավեր խարգել էին մաշինամ, ինձ նավեր մաշինամ էի երդե, աստասար լավ օգտագործեցի, դա վիրուսով փոխեցի, ինչ եմ, տորիմի, լավ է, ես այդքան ոչ կառավարություն եմ, ոչ մարդկային կանգած չունիմ, կապրինք, մեզ համար մենք կապրինք, չկանոր բաղթ է տավի ապրելու համար, եկել հասցել ենք, որ 90 տարեկան եմ, նախատատ 90 տարեկան եմ, հայմին, նախատատ 90 եմ, լրացել է։ Նախակին տարիք ունիք, մեկ է մի բանում հարցնեմ է։ Պաժարստա։ Կոլտնտեսությունները մարդկանց տալիս էին աշխատանք, որոշակի կայուն եկամուտ, խորհրդային միությունում կոլտնտեսությունների անդամները հաճախ ստանում էին պետության աջակցություն, դպրոցների, բուժկետերի և մշակութային կենտրոնների տեսքով։ Մարդիկ սակայն այս օրերը հիշում են որպես միմյանց օգնելու, օժանդակելու և հաշտ ու համերաշխ ապրելու ժամանակաշրջան։